Հասկացեք, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Շատ են եղել տարբեր տիպի հարցերը։ Հիմա որպեսզի ձեզ պարզ լինի, թե 111-ը կամ ես ինչ ենք ցանկանում, ինչն է մեր նպատակը, կարող ենք ձեզ օգնել, կարող ենք մեզ հայերիս ընդհանրապես օգնել, թե ոչ, այդ հարցերին պատասխանեմ, որպեսզի հասկանաք, քանի որ ես ֆիլմերը փորձում եմ շատ փոքրիկ ժամանակով ֆիլմեր ստեղծել, դրա համար այսօր մի պարզ բացատրություն տամ։ 1988-ից 2025 թվականը հատկապես այս տականքը ավիրեց, ոչնչացրեց Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը դա միայն տարածք է, եթե մի երկրում ծանր արդյունաբերություն եւ այնպիսի արդյունաբերություն չկա, որը արտահանվում է, բացի այդ գյուղատնտեսականը, դա թողնենք մի կողմ, ապա այդտեղ երկիր չկա եւ դրա պատճառը հենց այս տականքն է, եւ սրան ստեղծել է նույնպես այս տականքը, այս երկուսին նույնպես այս տականքն է ստեղծել, երբ որ ձեզ ասվում է, որ պետք է նախ օձի գլուխը կտրել, հետո ամբողջ մարմինը իրան կվերանա, չեք հասկանում այդքանը։ Ինչն է այստեղ հարցը, հարցը այստեղ մեկն է, եթե ձեզ թվացել է, որ այս երեքի ժամանակ լավ ապրել եք, դա ապրել չէ։ Եթե ձեր երեխան ունի մեծ մակարդակ, կարող էր լավ գիտնական, ինժեներ եւ այլն դառնալ, բայց նա ոչինչ էլ չդարձավ, բայց հաց է ուտում եւ այսօր նույնպես երեխաներ ունի նա, դա չի նշանակում, որ դուք ապրում եք, գոյատևելը դուք խառնում եք ապրելուց, ապրելը այլ է, գոյատևելը այլ, իսկ գոյատևել, չմահանալ, սովից չմահանալ եւ այդ վիճակով ապրել ձեզ հասցրել են այս տականքները։ Միայն Երևանի Նայիրիտի տված օգուտով ամբողջ Հայաստանը ամսական կստանար ամեն մի ազնվորություն $200-300, ոչինչ չանելով կստանար այդքան գումար եւ կարող էիք այսօրվա դրությամբ ավելի լավ ապրել, քան եթե Նայիրիտը գործեր։ Ես չեմ ասում մնացած գործարանները, գիտահետազոտական ինստիտուտները, որոնք միլիարդներ արժեին, բոլորը վերացրեցին։ Եվ այսօր այս տականքը միակ բանը մնացած եկեղեցին էլ է վերացնում, այսինքն աշխարհին ցույց է տալիս, որ մենք որ անտեր անիմաստ տեսակ ենք։ Եվ եթե դուք դիտարկում եք 988 թվականից 2025 թվականը, ապա հայազգը գոյատևել է եւ օսմանների, եւ ռուսների, եւ պարսիկների հսկողության տակ լինելով, միայն 1920-ից 1988 թվականը այդ ժամանակ Հայաստանը, ոչ թե Ռուսաստանը դա ցանկացավ, որ Հայաստանը զարգանար, այլ քանի որ նրանց տերերը, բրուտները ռուսներին այլ հրահանգ էին տվել էժան աշխատուժով գիտահետազոտական, ինժեներական աշխատանքներ, դրա համար հայերը ծաղկեցին այդ ժամանակ, ծաղկեցին եւ կարող էին այսօր ինչ-որ բան ներկայացնել աշխարհում, բայց այս տականքները այդ ամենը վերացրեցին։ Եվ եթե դուք այս տականքների միջից ընտրություն եք անում սա թե սա, ապա դա նույնն է, սրանք բոլորը նույն տականքաբլիթից են ստեղծված։ Եվ այն, որ ձեզ թվացել է, որ այս թվականներին մինչև 20 թվականը դուք ապրել եք, Հայաստանի 90%-ը չի ապրել, դա գոյատևել է, իսկ գոյատևել եք նույնպես եւ թուրքերի ժամանակ, եւ պարսիկների, եւ ռուսների ժամանակ, իսկ գոյատևությունը դա չի նշանակում ապրել,
Ապրելը դա նա է, երբ որ երեխատ մեծանում է, ունի հնարավորություն, նա երաժիշտ է, կարող է երաժիշտ դառնալ, գիտնական է, կարող է գիտնական դառնալ, գիտության համար էլ պետությունը կստեղծի ինչ-որ մի փոքր լաբորատորիա թե ինչ, և երկիրը դրանով կզարգանա, իսկ եթե քու երեխան գիտնականի խելք ունի, բայց նստած շուկայում մածուն է ծախում, դա չի նշանակում, որ նա ապրում է, դուք գոյատևում եք ժամանակավորապես, դա գոյատևել է ժամանակավորապես և դա պետք է հասկանալ, և այսօր Նիկոլը թե Հայաստանից 20 մետր կկտրի, թե Հայաստանի կեսը կտա, դա նույնն է, որ տա թե չտա, եթե նույնիսկ թուրքերը, ադրբեջանցիները, պարսիկները, վրացիները, ամբողջ Հայաստանը, այդ որը դուք համարում եք, այսինքն մենք ենք համարում, իրական Հայաստանի ինչ-որ մի մասնիկը, այդ բոլորը տան և Հայաստանը ունենա 300,000-ից ավելի քառակուսի կիլոմետր, դա միևնույնն է, եթե նման տականքներն են լինելու, նորից չոբան եք մնալու, չոբան եսի նկատի չունեմ այն չոբանը, որը ոչխար է պահում և այլն, այսինքն ոչինչ էլ չեք դառնալու, նորից քարշ եք գալու աղքատության մեջ, եթե այս մեխանիզմն է ձեզ հսկում, սա է կարևորը, որ չեք ցանկանում հասկանալ, և թե ինձ ասում են, ՄԱԿ-ում սա ասեց, Եվրոպարլամենտում սա ասեց, սրա ասածներին ընդհանրապես պետք է չլսել և թքել սրա ասածների վրա, սա ինչ է ասում, սրան վաղուց պետք էր գնդակահարել, եթե չեք գնդակահարել, սրա ինչին եք լսում, սա իրենից ինչ է ներկայացնում և ներկայացնեմ նաև սրան, որպեսզի հասկանալ, Նիկոլը բոլոր առումներով ճիշտ է, Արցախը դա Ադրբեջան է, Զանգեզուրն էլ է Ադրբեջան, Հայաստանի մեծ մասն էլ է Ադրբեջան և Թուրքիա, ինչի համար, որովհետև նա փոքրուց դա է տեսել, նրա կնքահայրը փոքրուց, երբ որ Աննային Արզումանովն էր բռնաբարում, Նիկոլը նստած նայում էր, Նիկոլի համար ինչ տարբերություն, և Նիկոլին ընտրելով ոչ ոք էլ չգիտեր, որ Աննան նրա կինն է, թե ով է, Նիկոլը ինքը բացահայտեց, որ նա նույնիսկ իմ կինն էլ չի, այնտեղ կրզոն էր սպալնիայում սարքում Աննային, իսկ Նիկոլը նրանց համար կոֆե էր էփում, Նիկոլի համար ինչ տարբերություն է, մի Հայաստան է, թե Ադրբեջան է, թե ինչ է, Նիկոլը ամեն ինչ կորցրած մի տականքի մեկն է, նա միայն աշխատում է գումար վաստակի, իրեն ինչ-որ մի տեղ թաքում տեղ տան, թռչի Հայաստանից բնակվի, այդ են Նիկոլին հետաքրքիր, ընկել են բոլոր քաղաքական գործիչներ, մեկնաբաններ և այլն, Նիկոլն էս ասեց, Նիկոլն են ասեց, այլ լրբի լակոտներ, բայց ըստ մեջ մեկը չկար, որ գնար Նիկոլին, որը մուտք ունեք, նրա մոտ մուտք ու ելք ունեք, Նիկոլին գլխից խփեր ու ասեր խփել եմ ես տականքին հայացք բրծար, թե բոլորից ձեռք է տալիս, եթե Նիկոլն ընկավ, սրանք բոլորն են ընկնելու, և այդ բոլոր 100,000-անոց խաժամուշը, դրա համար բոլորիդ էլ, ովքեր ելույթ են ունենում և այլն, բոլորիդ էլ ձեռք է տալիս, որ Նիկոլը կա, թեկուզ աշխարհում եք հայտարարակ լինեք, միայն Նիկոլը լինի, նորից մի ռեստորանում, մի բարում նստեք գլուխներդ գովակ, լրիվ Նիկոլն էր, մենք ինչ անենք և այլն, սաղդ եք մեղավոր, սաղդ եք տականք, սաղդ եք, սա գրական բառ է, ես ներողություն չեմ խնդրում սրա համար, բոլորդ եք բոզի լակոտներ, մեջներդ ոչ մի, ոչ տղամարդ կա, ոչ նորմալ մարդ կա, սկսած այս տականքից կամ առաջին նախագահ, ինչ առաջին նախագահ, առաջին ռուսական լրտեսը, ինչի չեք ասում, ռուսական լրտեսը, Մոսադի լրտեսը, Թուրքիայի Ստամբուլի արևելյան մասոնական խմբի անդամը, որից հետո սրան տարավ, Բաքվի կագեբեի անդամները, ինչի չեք ասում, երկրում եթե սրանք են ղեկավարները, դրանից ինչ երկիր եք ստանում, և ինչն է մեր այսօրվա ձեզ փրկելու միջոցը և նպատակը և ինչ ենք մենք որոշ չափով ինչ-որ ասում, ինչպես ասում են, տորմուզ տալիս դրա համար, քանի որ Հայաստանից, ալո, ոչինչ, ձայն չկա, եկեք, մեզ փրկեք,
Եթե մարդը ցանկություն չունի ինքը իրեն փրկելու, ոչ ոք չի կարող փրկել։ Այժմ ասենք հիմնական նյութերին, որպեսզի հասկանաք։ Արարատ լեռ, Նիկոլը ով է, որ Արարատ լեռանը հանի։ Ես նախորդ ֆիլմում բացատրեցի էթնոսի մասին։ Հայ էթնոսը Արարատ լեռան շրջակայքում է թափվել երկնքից։ Այս բոլոր հողերը, ստորգետնյա ջրերը, Արարատ լեռան հողը, Արարատյան դաշտի եւ բոլոր շրջակայքի հողերը եւ մեր գենը դա նույն գենն է, սա մեր էթնոսն է, Նիկոլն ով է, որ դա հանի։ Եվ բացատրեցի էթնոս ինչ է նշանակում, ինչ են հայ աստվածները հիմնված էթնոսի վրա։ Իմիջայլոց, երբ որ ասացի հայ աստվածներ, սկսեցին գրելը, թե շումերներն ես են ասում են, ինչ են ասում, միգուցե ես ինչն է հայ աստվածը։ Հայ աստվածները դրանք փիլիսոփայություն չեն, դրանք սովորական մեր նման մարդիկ են, որոնք ստանում են այդ աստիճանը, տիտուլը, դրա համար ինչ-որ բան են կատարում։ Օրինակի համար մայիս հայ աստվածը, մայիս տեսակի հյուսիսային Ամերիկայի խոտից ստացել է կուկուրուզը, դրա համար եւ այդ ամիսն է կոչվում մայիս ամիս եւ հայ աստվածն է կոչվում մայիս, որը մայաներում է այնտեղ զմրսված եղել, որից հետո անգլիացի քանեցին տարան, որպեսի հետքը չերևա, որ նա հայ է եւ այլն եւ մնացած բոլոր ամեն մեկը աստվածները դրանք գիտնականներն են, որոնք ինչ-որ բան են ստեղծել։ Կովի ստեղծողը նույնպես աստված է, ցորենի հասկի ստեղծողը աստված է, ոսպը ստեղծողը աստված է եւ այլն։ Չգիտեմ, հասկանում եք թե չէ, իսկ եթե երկնքում եք աստված գտնում, դա ձեր գործն է, ուրեմն դուք այս ֆիլմերը մեկ նայի եւ մեզ հետ գործ չունեք ընդհանրապես։ Իսկ ձեր էթնոսը սա Արարատ լեռն է, ցանկանաք թե չցանկանաք, միայն դուք այստեղ կարող եք գոյատևել սրանից միգուցե վաղը, միգուցե 100-300 տարի հետո տեղի ունենա, ես կոնկրետ թիվը չեմ ասում։ Եվ եթե չգտնվեք մեր էթնոսում, ոչնչանալու եք։ Իսկ այժմ ամենակարևոր հարցը, 3 օրենքները, ինչ եմ այս մասին անընդհատ ասում եւ ինչ եմ խոսում։ Տիեզերքի օրենքը, տիեզերքի օրենքը դա նա է, որ ամեն մի երկրի վրա գտնվող մարմին տիեզերքից, արեգակնային համակարգությունից, արեգակից, երկրից եկող տետե մասնիկները նա պետք է ընկալի իր մեջ։ Եթե չընկալի իր մեջ, նրա ոսկորային համակարգը եւ մկանային համակարգը թուլանում են եւ նա դառնում է թուլակազմ, որը չի կարող պայքարել երկրի ամեն 82,000 տարին մեկ մագնիսական եւ տետե դաշտերի փոփոխության ժամանակ եւ կանհետանա, անմիջապես կմահանա, չի դիմանա այդ երկրաշարժներ, հրաբուխներ, փախչի վազի, թռչի միտեղից միտեղ, որպեսզի ինքը իրեն պաշտպանի, չի կարող եւ կվերանա։ Դրա համար եթե մենք դիտարկում ենք սրանից 100 տարի առաջ եւ հիմա եւ ստեղծված էլեկտրաէներգիան, այդ բոլոր մեքենաները եւ այլն, որոնք օգտագործում են տետե մասնիկները, որը մեր օրգանիզմ չի մտնում, մտնում է նրանց մեջ, թեկուս այս կոմպյուտերը, որի դիմաց նստած հիմա ձեզ հետ խոսում եմ, նրա պրոցեսորը ընդունում է ավելի շատ տետե մասնիկներ, քան ես, դրա համար կոմպյուտերի դեմը նստած մարդիկ շատ նվազ են լինում եւ նկատել եք նույնիսկ հիվանդություններ են ձեռք բերում։ Բնության օրենքը դա հենց սա է, հենց Արարատ լեռն է, որ բնության օրենքի համապատասխան մենք պետք է ապրենք մեր էթնիկ հողում, պաշտպանենք մեր էթնիկ հողը, որպեսզի սրանից հետո մի քանի տասնյակ միլիոն տարիներ երկիրը դեռ գոյատևելու է եւ մենք էլ գոյատևենք մեր էթնոսում։ Իսկ եթե մենք վերանանք մեր էթնոսում, կարող են հետագայում այլ մարդիկ գալ ապրել, հետո 82,000 տարի հետո վերանալ
նորից գալ էստեղ ապրել, բայց սա մեր էթնոսն է, սա պատվի հարց է, որ մենք մեր էթնոսում պետք է ապրենք, եւ Թուրքիան է սա պահանջում, թե ով է սա պահանջում, մենք աշխարհի տիրոջը դրա համար պատրաստել ենք, եւ հիմա կասեմ այդ մասին, որովհետեւ դուք հասկանաք այս ամենի մասին, մենք ոչ թե փոքր Նիկոլային հարցերով ենք զբաղվում ենք ավելի մեծ հարցերով, մեծ տեղերին, հարվածելու կամ ասելու կհարվածենք, եթե չկատարես սա, հիմա կասեմ այդ մասին նույնպես, իսկ հայ աստվածների օրենքի մասին դեռ չեմ խոսացել, խոսեմ նաև այդ մասին, հիմա չեմ ուզում ասել, հիմա ամենակարևոր հարցը որն է, ինչի ես բարձրացրեցի այս 3 օրենքները և ինչ եմ այժմ խոսում, կեղծիքի բացահայտում, ամենակարևոր հարցը ոչ թե այս 3 հարցերն են, սրանք կարևոր են երկրագնդում մեր և բոլոր էթնոսների գոյատևման համար, մեզ համար էլ չի ցանկալի, հայ աստվածները եթե ցանկանային, եթե մենք վերցնենք երկիր մոլորակը, ապա կարող էին ամեն տեղ հայեր լինել մնացածին ոչնչացնել և հայերը ամբողջ երկրագնդով մեկ ապրել, բայց քանի որ ամեն էթնոս երբ որ մագնիսական և տետե դաշտերը փոփոխության են ենթարկվում, այդ դեպքում կարող են նրանք միայն այնտեղ գոյատևել, անիմաստ էր, որպեսզի հայերը, որոնք գնում էին այնտեղ օգնելու, նրանց ոչնչացնեին, իրենք մնային այդտեղ և մոտ է արդեն ժամանակը նորից ամբողջ հայությունը վերանար, միայն մնար այստեղ։ Եվ դա նաև մարդկային չէր։ Դրա համար հայայի ծրագրում է, որ ամեն մի էթնոս պետք է գոյատևի և այսքան ազգերի մեջից 22 էթնոս կա, այդ 22 էթնոսն են նորից լինելու, երկուսը այստեղ, մեկը այստեղ, մի քանիսը այստեղ, 4-ը այստեղ, 2-3-ն էլ այստեղ և մեկը մենք ենք և այդպիսով ոչնչանալու են, մնացած բոլորը ոչնչանալու են։ Սա է հարցը։ Եվ ինչ ենք բարձրացնում այս հարցը և որն է կեղծիքի բացահայտումը։ Երբ որ նախ մենք կդիմենք աշխարհի տերերին ոչ անձնական, որ առաջարկում ենք, որպեսզի աշխարհի տերերը մեզ վերադարձնեն Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան և այլն, գոնե այսքանը, ոչ թե ամբողջ Հայաստանը, որը իրենից ներկայացնում էր սրանք, Հյուսիսային Աֆրիկան ներկայացնում էր Արայի թերակղզին, այսպես, Ղրիմ, այսպես, ամբողջը վերցրած, բացի այստեղ Սիցիլիայից, բացի սրանից մենք միայն սա ենք տալու կոնկրետ քարտեզով, եթե աշխարհի տերերը համաձայնվում են այս ամենը առանց մարկության հանձնել հայ արարիչ ազգին, ապա այս գաղտնիքը տիեզերքի ստեղծման և շարժիչ ուժերի բացատրություն, այս գաղտնիքը գաղտնիք կմնա։ Հակառակ դեպքում այն ինչ որ այսօր կատարում է աշխարհի տերը, հակառակ դեպքում սրա մասին է խոսքը, երբ որ տիեզերքի ստեղծման և շարժիչ ուժերը խոսվի, ապա այդ ժամանակ տիեզերքում և աստվածները կվերանան, և կվերանա ամեն ինչ և մարդիկ և գիտնականները բոլոր երկրների կհասկանան, որ տիեզերքը ստեղծվել է ոչնչից, իսկ ոչինչը իրենից ինչ է ներկայացնում և ինչ ճանապարհով և ինչ ուժեր են այսօր տիեզերքը շարժում, ապա աստվածները կվերանան տիեզերքից և նաև բրուտի և թագը կվերանա և այստեղ մի շարք երկրների նաև այս երկրների դրոշները կկորցնեն իրենց իմաստը։ Հենց սա է, որ եթե դու քեզ համարում ես
թագավոր, ապա կդառնա սովորական գյադա վաղը, կամ կատարում ես, կամ դրանից հետո կլինի այս մեծ հարցակումը, հենց իրական մեծ հարցը սա է տիեզերքի ստեղծման և շարժիչ ուժերի բացատրություն, որը մինչ օրս աշխարհը չի հասկանում և քրիստոնեությունն է ընդունում և մուսուլմանությունն է ընդունում և վախենում են այդ մասին, նույնիսկ ժամանակին Պուտինն էր ասում, մեզ չեն տալիս այն գիտությունները ֆունդամենտալ, որով կբացահայտվի, որ չկան աստվածներ և բազմազգ Ռուսաստանը կլինի ոչ կրոնական երկիր և ազգերի միջև այլևս չի լինի այդ բախումները Ռուսաստանի ազգերի և ինչ-որ Ռուսաստանը կփրկեն իրենք։ Իսկ այստեղ եթե բարձրացում ես հարցը, ապա բարձրացում է նաև շատ հարցեր և աշխարհի շատ երկրներ և գիտնականներ և պետության ղեկավարներ և սովորական մարդիկ բոլորը սպասում են տիեզերքի ստեղծման և շարժիչ ուժերի բացատրությանը։ Այդ ամենից հետո այս փուչիկը, որ իբր բրուտը թագավոր է Աստծու կողմից ընտրված և Աստված խաչ երևաց երկնքում և հյուսիսային ազգերը այդ խաչը տեսնելով երկնքում գնացին Տիրոջ մարմինը փրկելու խաչակրաց արշավանքի մասին, այս ամենը դառնում է փուչիկ, այս ամենը և ինքը դառնում է փուչիկ, ինքը դառնում է Նիկոլի նման շարքային գյադա, սա իրեն համար ամենամեծ հարվածն է աշխարհում, սրանից մեծ հարված այդ տականքին չկա, իսկ տականքից ազատվելու միակ ձևը դա է, մենք սա չենք ասի, դու սա կանես, իսկ եթե չի անի, ինքը կտեսնեք, որ որոշ ժամանակ հետո աշխարհում ինչ խառնաշփոթ է և ինքը դառնում է սովորական գյադա և վերջին թագավորը այդ երկրում։ Ահա թե ինչ ենք մենք պատրաստում և ինչ եմ ես ձեզ մեկն մեջ խոսում և ասում, որ գնացեք բրուտագործների դեսպանատան դեմը և ասեք այդ տականքներ, թեկուզ մենք գիտենք, որ և թուրքի տերը, և ազերու, և ռուսի տերը դուք եք, ինչ եք ուզում մեր արարիչ ազգից, հանգիստ թողեք մեր արարիչ ազգին, մենք էլ մերը կկատարենք, չեք կատարում դա, սկսած Նիկոլ եք պարասնում, Նիկոլը մի ծաղրացու տականքի մեկն է, թարախ տականք է, հետո դուք ձեր երեխաների, ձեր երկրի մասին չեք մտածում, միայն Նիկոլն էս ասեց, էս անենք, Նիկոլն էս ասեց, կարող է էս ասեց, և ինչ, ամբողջ Հայաստանը դարձել եք նորից ռուսական բառ մուտիլովչիկ եք դարձել, ուրիշ ոչինչ։ Նաև վերջին հարցերը 111-ի մասին, 111-ը իմ իմացած տվյալներով այս մասերում 11 հատ իշքան գիտեմ, այստեղ 2 հատ, մի հատ այստեղ, մի 4 հատ էլ այս մասերում ունեն ստորգետնյա գիտահետազոտական կենտրոններ, որոնք գտնվում են 100-ից ավել մետր խորության վրա, նրանք ոչ թե դա փորել են ինչ-որ ցեմենտ բիտոնա և այլն, ինչպես գիտեք, ասել եմ այդ մասին, Մուրադ Խալթեցու և նրանց ամենամեծ գյուտը դա է, որ նրանք ունեն այդ սարքը, որը մատերիան անհետանում է, նրանք պահում են ինչ-որ միտեղ, այդտեղ մատերիան փչվում է այդքան մասը, որից հետո նույնիսկ սյուներ չեն կառուցել, ինչքան գիտեմ, այդպիսով իջնում են ներքև աստիճանաբար, թե ինչպես են կառուցել, դա իրենց գործն է և այդ գիտահետազոտական իրենց կենտրոնները գտնվում են 2 Չինաստանում, 1 Հնդկաստանում, կենտրոնական աֆրիկական երկրներում և այստեղ, և նրանց գտնելը և այլն դժվար է։ Երկրորդ հարցը, թե ինչի ես չեմ մասնակցում այդտեղ, Հովիկի մոտի հարցերին եմ պատասխանում, իմ մոտ այդ հարցը չկա։ Ես
Ունեմ մի շարք հիվանդություններ, որից ամենակարևորը եւ եթե ես իմանամ, որ գետնի տակն եմ, ստրես եմ տանում, պլաստակոպչում ունեմ այդ հիվանդությունը եւ դրա համար ես այդ բաներին չեմ մասնակցել, դրա համար նաեւ մենք հեռացել ենք իրարից։ Թեպետ 111-ից ես Մբուբային գիտեի, Հասին գիտեի եւ Հովիկին նաեւ 1 հոգու 4 հոգու եմ իմացել, մնացածին չեմ իմացել, բայց աշխատել ենք միասին ինտերնետային կապով։ Նաև այն հարցին, որ Մուրադ Խալթեցու փոխարեն նախ ես չէի կարող լինել, նախ հասկացակ ես ամենը, բացի դա նաև նրա ամենաշատ կատարած գյուտերը, բացի դա նաև պետք է մարդ այնքան ազնիվ ու բարի լինի, որպեսզի առույցը կարողանա նրա կողքը գալ եւ խելոք կանգնել առանց մռնչալու, իսկ մյուսների վրա հարձակվել է։ Եղել են նրա ժամանակ եղել են 11 տեխնացուներ, նախ դա են փորձարկում, որից հետո գիտական բանը։ Ես չգիտեմ հերթականության ոնց են նրանք արել, դա ինձ հետաքրքիր էլ չի։ Ինձ համար այսօր ամենահետաքրքիր հարցը այս հարցն է, երբ որ ամերիկյան մի համաշխարհային սայթում, ոչ թե YouTube-ում կամ TikTok-ում կտեղադրենք այս մասին, որ հանձնեք մեզ Արարիչ ազգին մերը, թե չէ մենք էլ կկատարենք սա է ամենակարևոր հարցը ինձ համար եւ իսկ իրենց համար եւ ինձ համար նաեւ սրանց համար եւ ինձ համար նաեւ Խալթեցու համար եւ իր խմբի 111 դրանք ղեկավարներն են այնտեղ եւ չինացիներ են շատ աշխատում եւ հնդկացիներ հիմնականում, նաեւ կան սևամորթներ շատ աշխատողներ, ոչ միայն այստեղ այդքանը գիտեմ ես այդ ամենի մասի եւ 111-ի եւ Մուրադ Խալթեցու եւ իմ նաեւ մտահոգությունը նաեւ որ Հայաստանում գոնե բրուտների դեսպանատան առաջ չեն գնում մի պլակատով, գոնե 10 հոգի ասեն այդ տականքներ։ Գիտենք, որ եւ թուրքի տերը, եւ ռուսի տերը, եւ ադրբեջանցու, եւ ամբողջ աշխարհի տերը դու ես։ Ինչ եք ուզում մեր Արարիչ ազգից։ Չէ որ մենք ենք այս աշխարհին փրկել, ինչ եք ուզում այդ տականքներ։ Գիտենք, որ այս ամեն ինչի կազմակերպիչը դու ես եւ առանց քեզ մի շուն չի սատկի այս աշխարհում։ Գոնե դա կատարեք, որ մեր խիղճը հանգիստ լինի, որ Հայաստանում կա գոնե 10 մարդ, մենք էլ մերը կատարենք։ Անընդհատ ողբում եք, եկեք մեզ փրկեք։ Իսկ դու գիտեք, որ այս մասին խոսալուց առաջ եւ հետո արդեն անիմաստ է դառնում խոսացողի, այսինքն իմ ապրելը։ Նրանք փնտրելու են եւ տանջամա անելու, այսինքն այս խոսալուց հետո ես ինքս ինձ պետք է վերացնեմ այս մասին խոսալուց հետո։ Մտածեք այս ամեն ինչի մասին, թե չէ ընկել եք սրան ժամանակ ամեն ինչ կորցրեցիք եւ ընկել եք նորից ողորմելի վիճակով $100 ձեր երեխան ձեր կողքին լինի, թեկուզ ձմռանը փչելով ձերքերի մեջ երեխայի, լավ է որ ապրում է, մի քիչ հիվանդ է երեխան մրսել է, դա ապրել չի, քաշ գալը դա ապրել չի, հայեր, հասկացեք եւ նաեւ գնահատեք ձեզ, երբ որ դուք ձեր գնահատականից իջնում եք ներքև, ոչ ոք չի կարող ձեզ բարձրացնել, սա ամբողջ Հայաստանին, հայ ազգին գնահատական իջեցես, բարձրացնելը շատ դժվար է լինելու եւ չարձագանքեցիք նրան, որ այս 4 տականքները եւ հատկապես սա հայի պատիվը իջեցեց, իսկ աշխարհին հարկավոր է առաջինը պատիվը։ Դա կարևոր չէ, որ նրանք ուժեղ էին մեզնից, բայց պատվով պարտվելը աշխարհը կհարգեր, իսկ սրա նման ողորմելուն սա ամբողջ աշխարհը թքում եւ մռում է։ Անհարմար է, որ մենք եւ սա նույն ազգի ներկայացուցիչ ենք համարում, թեպետ սա հայերի հետ ընդհանրապես կապ չունի։
Այսքանը ինձ թվում է հասկացաք, որ մեր նպատակը սա է, մեր կռիվը սրա հետ է։ Մենք այս տականքի հետ կռիվ չունենք, սրանց հետ կռիվ չունենք։ Իսկ եթե սա մեր ասածներին չի համաձայնվի, ապա ինքը կդառնա հերթական Նիկոլ։ Եվ գիտեմ, որ սանք այս երկու հարցը արդեն մեր ձևով, երբ որ ներկայացնենք, կհասկանան մենք ովքեր ենք, երրորդը նորից կհասկանան մենք ովքեր ենք, եւ դրանից հետո մի կարևոր սայթում կհրատարակվի այն մասին, որ առաջարկում ենք այսքանը, եւ հանգիստ թողնել հայ արարիչ ազգի։ Եթե չեն համաձայնվի, ապա ինքն է կորցնում եւ սրանք բոլորն են կորցնում եւ իրենց թագերը եւ կորցնում են իրենց պատիվն ու նաեւ արժանապատվությունը։ Այսքանը ինձ թվում է հասկացաք ինչի մասին է խոսքը եւ ինչ ենք ցանկանում մենք կատարել։ Եվ ես սրանից հետո ես ինչ եմ ինձ համար պատրաստում։ Ինձ համար ապրելը կարևոր չէ, ապրել մարդու նման, բայց սրան տրված ձեր լիազորություններով այդ երկրի մասնիկ ապրելը, դա ապրել չէ, դա ամոթ է, այսքանը։